Կառավարությունը միացել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման արշավին։ Կաբինետի անդամները գործադիրի նիստին մասնակցեցին խորհրդանշական ժապավեններով։ Պետությունը սկսել է սկրինինգային ընդլայնված ծրագիր։ Սոցիալական տարբեր խմբերի համար գործում են մամոգրաֆիկ անվճար հետազոտություններ, նշեց առողջապահության նախարարը։ Մեր ուսուցիչները, բժիշկները, տարբեր պետական ծառայողները, զինծառայողների ընտանիքի անդամները կարող են անվճար հետազոտվել եւ մեր կարգախոսն է, որ մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել։ Առողջապահական ապահովագրության նպատակը լինելու է վաղ փուլում հիվանդության հայտնաբերումն ու արդյունավետ բուժումը։ Նախարարի խոսքով 10-ից ավելի բժշկական կենտրոններ իրականացնում են պետական ծրագրով սկրինինգային հետազոտություններ։ Ծրագրերը ներգրաված կլինեն ապահովագրության փաթեթում։ Վարչապետը նկատեց առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման շնորհիվ խնդիրը ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա կդրվի։ Ընդհանրապես ամբողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ այն նախկին ընկալումը չկա, որ դա դատավճիռ է անբեկանելի եւ իհարկե բարեբախտաբար շատ են դեպքերը, երբ որ հիվանդությունը բուժվում եւ հաղթահարվում է, բայց իհարկե սրանում շատ էական նշանակություն ունի վաղ հայտնաբերումը եւ այդ առումով այս ծրագիրը իսկապես կարեւոր է։ Նախարար Ավանեսյանը նշեց սկրինինգային ծրագրերի հատվածական ներդրման արդյունքը։ Վիրահատությունների պետպատվերով փոխհատուցումները, որոշակի դեղորայքի տրամադրումը վիճակագրության վրա ունեցել են լավ ազդեցություն։ 23 թվականի եւ 24 թվականի վիճակագրական տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում։ Մենք ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացության կրճատում։ Հայաստանում նախատեսվում է հունվարի 1-ից ներդնել էլեկտրոնային ծանուցումների նոր համակարգ։ Ստեղծվում է ամբողջական մեխանիզմ ապահովելու, որ յուրաքանչյուր անձ համարվի պատշաճ ծանուցված։ Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարը։ Ֆիզիկական անձանց դեպքում գործելու էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված։ Եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո 3 օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, սկսելու աշխատել հաջորդ քայլը, այն է ծանուցումը հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով։ Եթե այս եղանակով ուղարկելուց հետո ծանուցումը 7 օրվա դրությամբ ֆիքսվում է, որ անձը չի ստացել այն կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է ազդարար ԿՏՄ հարթակում, այսինքն իրականացվում է հրապարակային ծանուցում եւ ազդարարում տեղադրվելուց 7 օր հետո անձը համարվում է այլևս պատշաճ ծանուցված։ Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար ծանուցման հարթակ է ընտրվել ՊԵԿ-ի էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը։ Վարչապետ Փաշինյանի պարզաբանմամբ նախագիծը նշանակում է, որ Հայաստանում դե յուրե վերացվում է «ես ծանուցված չեմ» հասկացությունը։ Կարծում եմ, որ այս գլխից պետք է մտածել, որ նաեւ բջջային հավելված պետք է ունենա, որպեսզի նաեւ բջջային հավելվածների վրա մարդիկ կարողանան ներբեռնել եւ ծանուցվեն իրենք, որ հաղորդագրություն կա։ Ընտրությունների թղթային ծանուցումներն այս հարթակով կլինեն, թե այլ կարգավորում կգործի, որքան գումար կխնայվի համակարգի ներդրմամբ, հարցրեց Արայիկ Հարությունյանը։ Այլ սուբյեկտները, որ ասեցիք, կարող են օգտվել դա վճարովի ծառայություն է լինելու, թե հասանելիություն ենք տալու։ Հարթակից օգտվելը պետք է լինի վճարովի եւ պետական մարմինների եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար։ Իհարկե, այդ վճարի չափը պետք է լինի պակաս, քան թղթային ծանուցման համար նախատեսված վճարի չափը։ Բոլոր պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ նաեւ ֆիզիկական իրավաբանական անձինք հնարավորություն են ունենալու ծանուցումներ ուղարկել այս հարթակի միջոցով։ Սա նշանակում է, որ այս հարթակը ոչ թե միակ պարտադիր ծանուցման հարթակն է լինելու, այլ գործելու է որպես դեռևս այլընտրանքային միջոց այն ծանուցումների համակարգերի, որոնք ներկայում գոյություն ունեն։ Կարող եմ հարկադիր կատարումն ապահովող ծառայություններին վերաբերող թվական տվյալ նշել 2024 թվականի համար, օրինակ ծախսվել է 653 միլիոն 276 հազար 320 ՀՀ դրամ, այս տարվա բյուջեով մոտ 100 միլիոնով այս ծախսային տողը կրճատվել է։ Ըստ վարչապետի թղթային ծանուցումների համար տարեկան ծախսվում է 4-ից 5 միլիարդ դրամ։ Նաև նշեց, Էստոնիայից փորձագետ է հրավիրվել, որպեսզի պետական մարմինների աշխատողների համար ներկայացվի թվայնացման էստոնական կոնցեպտը։ Փոխվարչապետ Գրիգորյանի համոզմամբ ծանուցումները դիտարկվում են որպես նեգատիվ ինֆորմացիա։ Դրա համար մարդիկ խուսափում են, մոտիվացիա չունեն առնչվելու այդ համակարգին։ Մենք շատ դեպքերում շատ պոզիտիվ բաներ անում ենք, բայց չենք հաղորդակցվում մարդկանց հետ։ Այսինքն թոշակառուի հետ չենք շփվում, նպաստ ստացողի հետ չենք շփվում, ու դա բերում է նրան, որ այդ մարդիկ մեր հետ
էլեկտրոնային հաղորդակցություն չունեն, ու մենք մտածում ենք ինչ անենք, որ պարտավորեցնենք, որ հարթակում ունենան հասցե, պոզիտիվ կլինի, շատ արագ բոլորը կունենան։ Իրական Հայաստան անունով բանախոսությունների ընթացքում ես ավելի մեծ խնդրի մասին ասում, մեր ենթագիտակցության մեջ պետությունը ընդհանրապես նեգատիվ բան է։ Մենք չենք 30 տարվա եւ ավելի տարվա անկախության ընթացքում 34 տարվա մենք դեռ չենք կարողացել մեր ենթագիտակցության մեջ պետություն բառը ընկալումը իր էմոցիան նեգատիվից դարձնել պոզիտիվ։ Եվ սրա համար կան բազմաթիվ սոցիալ հոգեբանական, պատմական եւ այլ պատճառներ։ Եվ այն որ դուք ասացիք շատ կարեւոր է, այո, պետություն բառի հասկացությունը էմոցիան պետք է կարողանանք նեգատիվից փոխել պոզիտիվի։ Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս 1 տարով։ Հաշվի առնելով դրական արդյունքները, նպատակահարմար է այն երկարաձգել մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը։ Նախագիծը հիմնավորեց էկոնոմիկայի նախարարը, հիշեցնելով էլեկտրական տրանսպորտի երրորդ երկրից ներմուծման համար գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնություն։ 23 թվականին ներմուծման ծավալը կազմել է 9635 միավոր, ինչը 22 թվականի համեմատ աճել է 75%-ով։ 24 թվականին ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 23 թվականի համեմատ աճել է 22%-ով։ Համեմատության համար նշեմ, որ 19 թվականի համեմատ ներմուծման աճը 24 թվականին կազմել է 17.6 անգամ շատ։ Հունվարից հոկտեմբեր ներմուծվել է էլեկտրական շարժիչով 3000 մեքենա ավելի 2024-ի ընդհանուր թվի համեմատ։ Նշվեց նաև, որ առաջարկվում է արտոնությունը տարածել միայն այն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների վրա, որոնք թողարկվել են 2024-ին եւ դրանից հետո։ Վարչապետը հետաքրքրվեց ավելացված արժեքի հարկից ազատված է նաև հեծանիվի ներմուծումը։ Հեծանիվները, որոնք էլեկտրական շարժիչով են, քանի որ ծածկագիրը համընկնում է նշվածի հետ, այո, իրենք եւս օգտվում են արտոնությունից, բայց սովորական հեծանիվները ոչ։ Էլեկտրոմոբիլների ներմուծումը իհարկե խթանում ենք, բայց ընդհանրապես մեքենաների թվի հետ կապված խնդրեմ ունենք։ Ես երեք անձամբ ականատես եղա, թե ասենք 6:20-ի ժամանակահատվածում Երևանի կենտրոնում ինչ է կատարվում։ Հեծանիվով այստեղից Բաղրամյան 26 հասնելու խնդրեմ ունեի խցանման պատճառով։ Ես չեք կարող մտածել, որ կարա ժամ լինի, որտեղ նույնիսկ հեծանիվով հնարավոր չլինի անցնել։ Ներքին գործերի տարածքային կառավարման նախարարություններին եւ Երևանի քաղաքապետարանին վարչապետը հանձնարարեց ստեղծել ճգնաժամային խումբ։ Խնդրի լուծման նպատակով կառավարությունը հանրային տրանսպորտ ձեռք բերելու համար միջոցներ է հատկացրել։ Էլեկտրական հեծանիվը այլընտրանքային լուծում է, նկատեց Փաշինյանը։ Շատ ասում են Երևանում հեծանիվով տեղաշարժվելը բարդ է, այնց քաղաք չկա, որտեղ 100%-ով հարթ է։ Շատ տեղերում կան բարձունքներ, վերելքներ, վայրեջքներ եւ այլ, հարցը դա չի։ Ես անձամբ Երևանի բոլոր բարձրադիր թաղամասերով անցել եմ հեծանիվով, կներեք 1000 ավելի լավ է մի քիչ քրտնել, քան շատ ներվայնանալ, որովհետեւ այդ խցանումը արդեն բան է, այդ խցանումները արդեն մարդու նյարդային վիճակի վրա ազդում են, համոզված եմ դուք ինձնից շատ գիտեք խցանումների մասին, բայց այն ինչ որ ես երեք տեսա, դա սարսափելի է ուղղակի սարսափելի է։ Ու տենց մենք դա բառից բուն իմաստով ճգնաժամ չի կարելի տենց թույլ տալ, որ տենց իրավիճակը լինի, ընդհանրապես բոլոր երկրներում էլ լինում են խցանումներ, բայց խցանում էլ կա, խցանում էլ կա։ Դա խցանում չի, դա քաոս է։ Գործադիրը հավանություն տվեց եկամուտների հայտարարագրումը պարզեցնող քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնած փոփոխությունների փաթեթին։ Հայտարարագիրը նախագծելու է հարկային մարմինը քաղաքացիներին կտրվի բավարար ժամանակ այն ստուգելու եւ ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու համար։ Եթե լրացումներ չլինեն, հայտարարագիրը կհամարվի ներկայացված հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ին, մանրամասնեց ֆինանսների փոխնախարարը։ Այս տարվա եւ հաջորդ տարվա համար ունենք անցումային ժամանակահատվածին հատուկ ավելի երկար վերջնաժամկետ, որը նոյեմբերի 1-ն է։ Բոլոր այն հայտարարությունները, որոնք ունեն առողջապահության կամ կրթության գծով սոցիալական ծախսեր հետ ստանալու իրավունք եւ ցանկություն ունեն իրացնել իրենց այդ իրավունքը, պետք է մուտք գործեն էլեկտրոնային կառավարման համակարգ եւ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեն իրենց համար նախագծված հայտարարագիրը։
130,000 անձ արդեն լրացրել է եկամուտների հայտարարագիրը։ Վարչապետ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է որոշվել վերանայել կարգավորումը։ Որոշումը կայացվել է 130,000 անձանց լրացրած հայտարարագրերի տվյալները ուսումնասիրելուց հետո։ Ավելի քան 60% ինքնաշխատ ներկայացված հայտարարագրում որևէ փոփոխություն չի արել։ Սրանով մենք քաղաքացուն չենք ազատում հայտարարագիր լրացնելու պարտավորությունից, որովհետև օրինակ, եթե քաղաքացին ունի հարկման ենթակա եկամուտներ, ինքը չհայտարարագրեց, միտեղ դա դուրս է գալու։ Հետո հետահայաց, այդ ամբողջ հարկային պատմությունը գեներացվելու է եւ արդեն այս վարչական պատասխանատվությունը հանում ենք, բայց որովհետեւ անմեղության կանխավարկածով ենք նաեւ ինչ որտեղ առաջնորդում, բայց եթե որևէ X պահի ի հայտ եկավ, որ մարդը պետք է տվյալ լրացնել եւ չի լրացրել, այդ դեպքում արդեն հարաբերությունների կարգավորման բոլորովին ուրիշ տրամաբանություն է գործելու։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի ոչ մի քաղաքացի իր ընտանիքի բարեկեցության համար չի ծախսում ավելի շատ գումար, քան Հայաստանի պետական բյուջեն։ Մայա Խաչատրյան, լուրեր։